Դու ստեղ ինչ գործ ունես, Շավո։ Դե ոնց որ ասել էի, եկել եմ Բոբոին տենամ։ Բա դու ստեղ ինչ ես անում, աշուտ։ Ես էլ եկել եմ անձամբ Բոբոյի հետ զրուցեմ, որտեղ ես քեզ չեմ վստահում։ Բա, այդ մի քանի ժամ առաջ վստահում էի, հիմա չես վստահում։ Ես քեզ ասել եմ, չէ՞, թունավորումից հետո իմ մոտ փոփոխություններ ա կատարվել, որտեղ ես տեսնում եմ բաներ, որ չկան։ Եվ հետո ամեն ինչ իմ նորմալ է, Բոբոյի հետ խոսացել եմ ու իմ նմանակներ չկա։ Բան չեմ հասկանում։ Լսի, դու հասկանալու այդ պրոբլեմ ունես։ Ասել եմ, չէ, որ օրգանիզմս ինտոքսիկացիայի մեջ է, իսկ դա ազդում է ուղեղի վրա։ Այսինքն ես կարող եմ տեսնեմ բաներ, որ չկան։ Բա հիմա ես ինչ անեմ։ Շավո, գնա տուն հանգստացի ու մի քանի օր էլ ինչը զանգես։ Ես էլ որ կզանգեմ չպատասխանես, որովհետև կարող է այդ բանի ես թունավորման նոպայի մեջ լինեմ ու անկապ բաներ խոսեմ։ Դե լավ, գնացի։ Բարի գիշեր։ Այ ջանփեմ Շավո։ Դուք լրիվ թաքնված տաղանդ եք, ինչ բնական խաղացիք։ Ինձ մի պահ թվաց, որ իրոք պարոն Ղազարյանն եք։ Բադեմից ինչի՞ չէր ասել, որ Ղազարյանը քոտանն է։ Իմանայի թույնավորված մարդու հետ եմ հանդիպելու Մասկա քաղաքն է։ Շավո, ես չեմ ուզում այս թեմաների մեջ մտնեմ։ Մի անգամ սխալվեցի, գնացի նկարվեցի։ Էլ երկրորդ անգամ այդ սխալը չի լինի։ Գնացեք դուք ձեր հարցերը լուծեք։ Բան չեմ հասկանում։ Ժամ 1 ինձ ասում է գնա Բոբոին տես, հետո էլ ասում է մոռացի այս մասին։ Դե լավ չի մարդը։ Չի վերականգնվել թունավորումից հետո, անընդհատ աչքին իր նմանակն է երևում։ Լավ, բա հիմա ես ինչ անեմ։ Դե ոնց որ Ղազարյանն ասեց, եթե չես ուզում Հավայի թեմաների մեջ մտնես, որ զանգի, էլ մի էլ պատասխանի։ Լավ, ճիշտ ես ասում։ Դե գնացի։ Դավայ ախպեր։ Բայց ոնց ճիշտ բայի հասկացաք ինչ պետք է անեք։ Հետաքրքրության համար հեռախոսով մտա, գտա այդ Շավոին։ Հետո այն որ իրան օֆիսում տեսա, մի անգամից հասկացա, որ պիտի Աշոտ Ղազարյանի դերը խաղամ։ Գրիշյան, ապրես, փրկեցիր մեզ։ Բայց ժամանակավոր Բոբո ջան, քեզ թվում է պարոն Ղազարյանը ուրիշ ծանոթ չունի, որ կարա ձեր հետքի վրա դուրս գա։ Դե վստահ եմ, որ ունի, բայց մենք ձեռքերը ծալածո չենք նստելու ու քո օգնությամբ հարցերը կլուծենք։ Ու այդ ոնց։ Հիմա կբացատրեմ։ Արտո ջան, բայց մենք լավ զույգ ենք։ Ինչ ենք։ Լավ զուգ ընկեր ենք, էլի, լավ խաղ ընկեր ենք։ Լավ է որ բարձավանեցիր էլի, թե չենցի գտավար, որ մի դիմատնիկա առած կաս, հենց էլ առաջարկություն է։ Ինչ լավ սկեչի նյութ է, չէ։ Երեք նայում էի, ինչ լավ էինք խաղում այդ վերվարածների մեջ։ Գագաշ ջան, ախպեր ջան, հոգի ջան, ցավը տանիմ ջան։ Մենք ես ու դու վերվարածների մեջը չենք խաղցել։ Վերվարածների մեջը խաղցել են Աշոտ Եդիգարյանը ու Արթուր Հակոբյանը։ Մենք պարզապես իրանց նմանագներն ենք։ Մենք իշքան էլ ուզենանք, մենք չենք կրնայեղնենք այդ մարդիկ։ Դու դա ինչ նշանակություն ունի, է։ Ինչ նշանակություն ունի։ Արտո ջան,
Մարդը ինչ որ հիմա կա, մարդը այնա ինչ որ ինքը պատկերացնում է։ Ու դիգոլես է ով է։ Լունցին։ Լուն ցզինը զիգթվար էսպայի համար չիս է համիգման չի վերաբերվի ասածը։ Այդ նշանակություն չունի։ Ես անձամբ այնքան եմ ներծծվել Աշոտ Եդիգարյան կերպարի մեջ, որ գագասից ոչ մի բան համարյա չի մնացել։ Ու քեզ էլ խորհուրդ եմ տալիս լավ ներծծվես Արտուր Հակոբյան կերպարի մեջ։ Շատ շնորհակալ եմ, էլի շատ շնորհակալ եմ, ինչքան որ ներծծվել ենք հերիք է։ Ես համի էլի մերտամ, որտեվ առավոտ փորձ բդենենք, երտամ որ առավոտ շուտ կամ։ Որ սպասի Արտո ջան, ուր գնաս է։ Հայ մարդ մնաս տեղ քնես առավոտը իրար հետ կգնանք էլի։ Շորը գտամ, տեղը գտամ, ամեն ինչ գտամ, ինչ է։ Հա։ Իրար հետ այդքան դեր են խաղացել, այդքան իրար հետ ընկերություն են կարել, արի տանեմ սենյակը ցույց տամ քեզ, արի ուի առաջ։ Դասվեցիր։ Հա, ոնց որ ջան։ Ինչ անեմ, անկախ ինձանից է ստացվում։ Լսի, ես չեմ կարծում, որ մարդ ունենա աշխարհում ինչքան ֆոբիա կա այդ բոլոր ֆոբիաները։ Դա ընդամենը ներշնչանք է։ Դա քո ուղեղի հետ է կապված։ Հնարավոր է, բան չունեմ ասելու։ Բայց աշխարհում այնպես ֆոբիաներ կա, որի մասին դու լսկի չես էլ իմանում։ Օրինակ։ Օրինակ, անատոդաֆոբիա։ Ինչ է, ինչը։ Այդ վախը, որ աշխարհում կա մի հատ մեծ բան, որ հետևում է քեզ։ Հա, ասեմ, դա շատ սարսափելի ֆոբիա է, հա։ Վայ բադել լեվ ես ասում։ Հա, բայց շատ ահավոր ֆոբիա է, ինձ ես այդպես։ Լսի, Պեպո, իս փորձել ես բժշկի գնաս։ Չնա, ինչ բժշկի, որ մի ֆոբիա բուժես։ Ախր չեմ կարա, Ինչի։ ինետը դա ֆոբիա էլ ունեմ։ Ինչ ունես։ Դե վախ այդ բժիշկների ու բուժաշխատողների հանդեպ էլի։ Լսի ավելավա ես գնամ քնեմ, թե չէ մի հատ էլ պեպինոտոֆոբիա ես կբռնեմ։ Գնա, ամեն ջան, այդ ֆոբիան շատ դաժան բան է, գնա։ Մտեք։ Պարոն Ղազարյան, ո՞նց եք։ Լավ չեմ կարող։ Առավոտից չեմ կարողանում այդ շավոյի հետ կապի դուրս գալ։ Պարոն Ղազարյան, մտածում եմ չի կարողացել գտնել ձեր նմանակին, կամ իրականում ոչ մի նմանակ էլ չկա, դրա համար էլ չի պատասխանում։ Նա դստի։ Կարող։ Երեք երեկոյան աշխատանքից տուն եմ գնում։ Մեքենաս փչացավ։ Մտա սերվիս։ Ու վարպետը զարմացած իմ վրա է նայում։ Ինչի։ Որովհետև ուզում եմ ինձ համոզել, որ ես 2 ժամ առաջ իր մոտ եմ եղել։ Բայց ես գիտեմ, որ 2 ժամ առաջ ես այստեղ եմ եղել, կառա այստեղ։ Սեղանի վրա։ Օֆիսում, կառա, օֆիսում։ Ես բան կլինի այն մարդ, ոչ մեկը ինչի վստահ։ Ոչ մեկը բոլորը իմ դեմ են աշխատում։ Պարոն Ղազարյան, դուք ինձ կարող եք վստահել։ Եթե նույնիսկ դու ինչ ես հավատում, կառա, որ 1000 տարի ճանաչում ես։ Ուրիշը չի հավատա իհարկե։ Ну да։ Պարոն Ղազարյան, մտածում եմ, կարող է ձեզ պետք է հանգստանալ։ Այս վերջին թունավորումից հետո ծերնոց սկսել է գալուցինացիա, սրտխառնոց, մի քիչ վատ եք զգում ձեզ, հա։ Լավ, ես կմտածեմ քո այդ առաջարկի մասին կմտածեմ կառա։ Բայց հիմա ինձ մենակ թող, գնա խնդրում եմ։ Ինձ մենակ թող։ Սկսենք ամենասկզբից։ Ես իբր թունավորվում եմ, արթնանում եմ կողքիս կառանա։ Բայց մինչև թունավորվել ես, ես հաղորդում եմ վարում ինչ-որ մաֆիոզ բոբոյի հետ, ու մասին չեմ էլ հիշում։ Կառան շարունակում է համոզել, որ թունավորումից իմ մոտ հալուցինացիա է սկսվել ու ոչ մի նմանակ էլ չեմ տեսել։ Բայց տեսել է Քագոն ու վարպետը
ու նորից կարան ինձ համոզումը, որ նման բան չի եղել։ Մնում է երկու տարբերակ, կամ կարան իսկապես մտածում է, որ թունավորվել եմ, կամ էլ Բոբոյի հետ համատեղ են աշխատում, ինչը ես կպարզեմ։ Մեր մեջ ասած, շատ լավ եղավ, որ այս թութակը կորավ։ Վայ, ինչի՞ով։ Բոբոն թութակին շատ էր սիրում, ու թութակը որ կորավ, մի տեսակ Բոբոյի մեջ կկոտրեց էլի։ Բայց դրա ինչ տա լավ։ Եթե թութակը Բոբոյին չկոտրեր, Բոբոն մեզ էր կոտրելու։ Չէ, Գագազ ջան։ Եդիգարյան ջան, չէ։ Թութակը մեղք չուներ, որ հանցագործ շրջապատեր ընկել։ Ինչ որ լսել է, այն էլ արտասանել է։ Բարևս ես։ Այ Լուիս։ Մնացած նուրեն։ Անետն ու Բեկոն ճանապարհին են։ Արտոն էլ Արոմա սուպերմարկետ գնաց, հայկական ինչ-որ ուտելիք էր ուզում, գնաց որ առնի գա, հիմա ուր որա կգա։ Լավ, թող սա հավաքվեն նոր կասեմ ասելիքս, օֆիսս հարմարա փորձերի համար։ Շատ լավ։ Հա, լավ։ Ես մի հատ առաջարկ ունեմ, քանի որ մնացածը չեն եկեք մի հատ ձեր տեքստերով նորից անցնենք։ Աշոտ Եդիգարյանը մի հատ նայում է տեքստը անգիր գիտի, դու իրանց հետ ացի։ Ցավը տանում, դու պրոբլեմ չունես, ախպեր ես։ Հենց հասարլոս դու զանգի ինձ ես մեր հանդիպումը կկազմակերպում։ Ինչ է։ Չէ, անդրամադի չէ, պատի լավ հոգնած եմ։ Վերաբանաժը մաղթել ես։ Աղթու ջան, հենց նավը կտան։ Ես երբ ես եկել, աղթու ջան։ Ես չեմ եկել, աղթու ջան։ Հնած ես, չես տեսնում, երազիք մեջ ես։ Լավ է աղթու ես ու չես խոսում։ Դու եղես էլ դեպ։ Ես մի կարում աստեղ եմ, սնով տանում, բայց ասում եմ դուք ողում ես։ Երևանի։ Երեկ եմ եկել, մի օրեմ առաջ եմ եկել, բայց, երկավ չեմ եկել։ Բայց կարող եմ մի օր առաջ ես եկել, մի շաբաթ առաջ ես եկել, ուղղակի մոռացել ես։ Ո՞չ ես մարդու մեծացել ենք հաշուճան, բայց չի նշանակի, որ ասենք օրը շաբաթ չեն տարբերել, հաջորդություն Համար ես ունես ավ։ հա, թանկ Դե իրիկում ես հանգի անպայման խոսանք, համեր հաղորդմանս կհրավիրեմ։ Դու ստեղ շատ երկրպ պարտուններ ունես, ամպել չէ։ հա, շատ ուրախ եմ իմ ազգության Իսը չի պրոբլեմ ես դա։ Este supermarketu ari Supermarket Esti համեցեք դուք միշտ Կլասիկա լավն է։ Բայց չէ որ անցել են այսքան տարիներ։ Glendale Level Restaurant and Lounge ունի նոր առաջարկներ։ 12-ից մինչև 6-ը Happy Hour, հուկա, պիցա եւ խմիչք ընդամենը $33։ Եթե դուք ունեք 401k-ներ կամ այլ retirement պլաններ ձեր գործատեղերից, ապա միայն դիմեք Legacy Partners-ին tax-free rollover-ներ կատարելու եւ ապահովելու ձեր եկամուտը ամբողջ կյանքով մեկ։ Բարի գալուստ Eric Sweet Creation, որտեղ թարմությունը համն ու բույրը միահյուսվում են սիրով։ Տորթեր բոլոր առիթների համար, ծննդյան, հարսանեկան եւ տոնական պահերի։ Eric Sweet Creation, քաղցրություն յուրաքանչյուր օրվա համար։ Օսիս Food Court համեղ ուտեստներ, հյուրընկալ ընդունելություն եւ բարձր սպասարկում։ Հեռախոսահամար 818 242 1958։ Օսիս Food Court։ SVH Travel
Երբ ճամփորդությունը միավորում է ընտանիքը եւ ընկերներին։ Ինչ եղավ Արտոն, ուշացավ։ Բոբո ջան, ինչ որ ասելու ես, մեզ ասա, մենք Արտոյինք փոխանցենք։ Հա, էլի, մի ժամից գոնե պետքա դուրս գանք, որ հասցնենք ներկայացմանը։ Կհասցնենք։ Ինչ է ուզում ասել։ Երեկվա դեպքից հետո, ի շնորհիվ Գրիշի, կարողացանք այդ հարցը հարթել, բայց այսօրվա ներկայացումից հետո բոլորս պետք է ժամանակավոր սկենք։ Այսինքն, ինչ սգինք։ Սկելը մորքուրի թոր, նշանակում է ընդհատակ անցնել, ու բոլորը պիտի անցնեք ձեր նախկին կյանքին, մոռանաք, որ դուք նամանակներ եք, վերջ։ Բոբո, հազիվ էին կուրաժի մեջ մտել իմի, ուզում ես վերադառնանք մեր նախկին կյանքին, չէ, ախպեր, ես համաձայն չեմ։ Լսի Գագաս։ Ես համաձայն չեմ։ Լսի, Ղազարյանը միամիտ մարդ չի ու չի անձնվելու, միջև ճշմարտությունը չհանի ջերերես։ Այդ ժամանակ բոլորս ջելում ենք լինելու։ Մեզ պետքա ժամանակավոր դադար վերցնել, որ սաղ մոռանան ձեր մասին։ Ես համաձայն եմ, այս պահին ավելորդ ռիսկի գնալ պետք չի։ Էշը որ էշա, վտանգի դեպքում փախնում փախկվում։ Շատ հրաշալի բան ասեցիս, Գրիշ ջան։ Շատ դիպուկ օրինակ։ Արուն Հակոբյան, բարև ձեզ։ Գոհար։ Արթուր։ Չեք պատկերացնի ինչ աստվածային պարգև է ինձ համար, որ ես հիմա ձեզ հանդիպեցի։ Չեք պատկերացնի ինչքան եմ աղոթել։ Աղոթել։ Ինչի համար եք աղոթել։ Դե գիտեք իմ աղջիկս նոր է վիրահատվել, նա հիվանդ է։ Արդեն տանն է մի քանի օր է, բայց դեռ խնդիրներ կան, դեռ ապաքինվում է։ Ես ինչով կարող եմ օգնել։ Գիտեք աղջիկս ձեր ֆանատն է։ Ձեր, Աշոտ Ղազարյանի, Հայկ Սարատիկյանի, Աշոտ Եդիկարյանի, Իվետայի, նա առավոտից երեկո ձեր սերիալներն է նայում։ Եվ միշտ երազում է, որ կյանքում կտեսնի ձեզ։ Ու ես մտածում եմ, որ եթե դուք մեզ հյուր գաք, նա ավելի շուտ կապաքինվի։ Հա, բայց Խնդրում եմ, պարոն Հակոբյան։ Գիտեք, ես կվճարեմ, ինչքան որ պետք է կվճարեմ։ Չէ։ Վճարելու մասին խոսք լինել չի կարող։ Ես իմ ընկերների հետ կխոսեմ։ Եթե համարտակ ձեզ կզանգեմ։ Այո, իհարկե։ Խնդրեմ։ Ես ես կզանգեմ։ Շատ շնորհակալ եմ։ Ես կսպասեմ։ Լավ, շնորհակալ եմ։ Այսօր մարդը $10,000 փող եք աշխատելու։ Միջև էդ էլ աշխատել եք։ Յոլա կգնաք միջև է սալիքը կանցնի։ Բոբո, կարող ենք հյուրախաղերի գնալ, ասենք Նյու Յորք, Լաս Վեգաս, Չիկագո։ Ոչ մի քաղաք, ոչ մի բան։ Լավ էլի ժողովուրդ, եթե պետքա պաուզա վերցնել, ընդհատակ անցնել, ուրեմն տենց էլ կանենք։ Արտո։ Այսօր էր Արտո ջան։ Գիտեիր էլ, որ մենք այսօր պետքա ներկայացում խաղանք։ Արտո, բան է եղել։ Հա, եղել է։ Այսօր խանութը Աշոտ Ղազարյանին տեսա։ Հետո հարցրեց երբ ես եկել, ասեցի 3, բայց վայթե չհավատաց։ Հիմա հասկացաք, որ մեզ պետք է ընդհատակ անցնել։ Գնացեք այդ ձեր ներկայացումը խաղացեք ու ցվրվեք ձեր տներով։ Մեզ պետք չի իրար գլուխ հավաքվել։ Վեր կացեք։ Սպասեք։ Այսօր ներկայացում չի անի։ Այդ ինչի որ։ Մի հատ հիվանդ երեխա կա, որ մեր օգնության կարիքը ունի։ Մի հատ պատմի տեսնենք խոսքը դնչի մասին, Արտո ջան։ Դու հիմա հաստատ Հայաստանում ես, Հակոբյան ջան։ Դու հեչ Արտուր ջան, ուղղակի երեք ծանոթներիցս մեկը ասում էր, որ իբր քեզ Գլենդելի խանութներից մեկում տեսել։
Դելը ցավտա։ Եղավ Արթուր ջան, դե խոսենք։ Եղավ Արթուր ջան, եղավ, դու էլ բարևի աղբեր ջան, դու էլ անպայման։ Ուրեմն ինձ խափում էին, հա։ Սուտ էին ասում, հա։ Դե լավ։ Հիմա դուք ձեր հալը կտեսնեք։ Ես կհասկնամ, որ մեծ փողերից կզարգվիկ, բայց ես չեմ կրնա ձեզի հետ կամ, չեմ կրնա կամ, դերթամ է դերեխու մոդը, հմի։ Ես էլ եմ գալի Արտո ջան։ Ես էլ եմ ձեր հետ։ Երեխայի առողջությունը ամենակարևորն է։ Հա, ես եք ու կա։ Դու ինչ կասես։ Ես։ Իհարկե գնանք ներկայացում, գնանք երեխու մոտ, երեխուն ուրախացնենք, զվարճացնենք։ Լավ հանգստացի։ Ապրես։ Ուրեմն որոշեցինք։ Վերջ։ Հա։ Վայ բոբո ջան, էդ ինչ լավ բան եք մտածել։ Բա երբ եք գնալու։ Վայ բոբո, ես եք ուզենամ գալ։ Դե ուրեմն սպասեք գալ միասին գնանք։ Da, ecco. Nu, da. Դու ինչ կենես տեղ։ Միշտ ես խանութը կուկամ։ Ես է կուկամ են անգամ պանճարը, որտեղ Ղազարյան Աշոտին տեսա։ Դու գնա պատրաստվոր երտանք է դերեխուն բդի տեսնի։ Պատրաստ է։ Դες եմ ինչի կուկաս ես խանութը։ Ինչի։ Ձեր ամուսնության 250 ամյակն է, չէ։ Հա։ Հա, ճիշտ է, ստեղ խանութ է երեք։ Լավ ռեստորան ման կուկամ։ Գագասին եմ բես լավ սիպտակ կայսում եմ արել։ Ռոմպաբն է կագասը։ Հա, լավ ռեստորանի տեղ գիտես։ Cielo Banquet Hall։ Չեմ հիշե, հեռախոսով կերեղել է։ Ակ զարմանա եթե ինչ ես, այս լավն է։ Հա։ Ալո, բարև ձեզ։ Կներեք, Cielo Banquet Hall-ից է։ Հա, ուրեմն մեր ամուսնության 250-ամյակն է եղկարդում, կներեք, մեր ամուսնության տարեդարձն է, արդոն մեր հին ընկերն է, նոր ենք ծանոթացել, հա, խորհուրդ տվեց ձեր ռեստորանում նշենք մեր ամուսնության տարեդարձը, ասեց շատ լավ ռեստորան է, հա, կրնամ, կարող եմ կրնամ կամ, հա, շատ լավ, շնորհակալ եմ, հա։ Ջան, այդ երեխեն անին, մեզիկ սպաս է արդեն, բայց մենք ըմբես պդենենք, որ հանգարց չկասկածե, որ մենք իսկ ագանները չենք, օրիգինալները չենք, վատ չզգա էլի իրան։ Իմ դեպքում արխային եղեք, համա աշխատեք դուք մնաք ձեր դերերի մեջ։ Մենք բոլորս էլ էնպես կանենք, որ այդ երեխեն երջանիկ ու ուրախ լինի։ Իրա մեզ համար ամենակարևորը դա է։ Դե գնացինք։ Aroma Supermarket, վայելեք լավագույնը։ Ես Քորի Թաթարյանն եմ։ Եթե ձեզ անհրաժեշտ է վթարի վնասվածքների համար փաստաբան, դիմեք ինձ։ Մենք կպաշտպանենք ձեր իրավունքները։ Զանգահարեք մեր գրասենյակ։ Աղաջան, մեզ մոտ ունենք թե նոր, թե օգտագործված մեքենաներ, որոնք կարող ես ձեռք բերել թե լիզ, թե բայ տարբերակով, իդեպ ասեմ, social կամ credit ունենալը
պարտադիր չի։ Car Motors, ամենահարմար պայմանները մեզ մոտ։ Հասեն 333 North Verdugo Road Glendale, ամրագրման համար 323 300 0003։ Ցանկացած ակսիդենտի դեպքում, երբ որ զանգում են մեզ, մեքենան գնում ենք, բերում ենք մեր մոտ, ինշուրանսից գումարը վերցնում ենք, ձեր մեքենան ֆիքսում ենք, ամբողջությամբ հետ ենք վերադարձնում ձեզ։ Մոնար։ 747 699 7999 Նախնական պատվերների համար զանգահարեք նախորոք Սանամյան Meat Market 747 699 7999 Լիովին վերանորոգված եւ վերափոխված Cielo Banquet Hall-ը ստեղծված է շքեղ միջոցառումների անցկացման համար Cielo Banquet Hall 818 504 8245 Հատուկ օրվա համար պետք է հատուկ ծառայություն։ One Dream Limo, ձեր հարսանիքների, ծնունդների եւ VIP միջոցառումների լավագույն ընտրությունը։ One Dream Limo Ես գիտեի։ Ես զգում էի, որ ինձ խաբում եք։ Որ ոչ մի թունավորում էլ չի եղել։ Դուք պարզապես խաբե բաներ եք։ Կարա, դու ոնց կարող էիր ինձ խաբել, կարա։ Մենք այդքան տարիներ իրար հետ աշխատել ենք միասին։ Պարոն Ղազարյան, ես ձեզ ամեն ինչ կբացատրեմ։ Ճիշտ է, կբացատրես, բայց ինչ չէ։ Պոլիսին։ Դուք էլ բանտում ձեր մեմուարներում կգրեք, թե ոնց եք հայտնի մարդկանց անունը փոխարակել։ Այդ ով է ասում, թե ով է ում նմանակում, հա? Ով? Էմի թատալաբազությունները։ Տո դու սուս մնա էլի, տո։ Չհասկացա։ Դուք հիմա ինձ եք կասկածում։ Հա, հենց քո վրա ենք կասկածում, որովհետև իսկականը դու ես։ Այ իսկական Աշոտ Ղազարյանը։ Իսկ դու չինական պատդելկա ես։ Տո լավ էլի կագաս համը մի հանելի։ Տո Աշոտ Եդիգարյանը գիտի ինչ է խոսում։ Լավ։ Եթե ինքը իսկական Աշոտ Ղազարյանն է, 3 բան կա։ Եթե արեց, ուրեմն հարց չկա։ Էդ ինչ պետք է անի, որ, հա? Նմանակում։ Որտեվ ամբողջ աշխարհը գիտի, թե Աշոտ Ղազարյանը ոնց է նմանակում Ֆարուզիկ Մկրտչյանին, Արմեն Խոստիկյանին, Կարփ Խաչվանյանին։ Թե տենց չի։ Չէ, տենց է։ Դե արա, նմանակումը տարա։ Բայց արա էլի դու։ Բայց տղեկ ջան, ես Տո մի բան արա էլի։ Լավ, ես կանեմ։ Василь, это говорит, что сикрисичане магажан. Камая розва, розоканчилява, лину мороз. Цетера. Բրավո։ Ես հուզվեցի։ Էդ հələ ոչ մի բան չի որոշում։ Նշանակում է, նշանակում։ Հիմա ես կզանգեմ պոլիս, որովհետև ձեր տեղը բանտում է։ Կներես էլի Ղազարյան ջան, շատ ներողություն էլի։ Դու կրնաս զանգես պոլիս, բայց մեկ 20 րոպե հետո էլի, կեղնի։ Մի հատ լսի ինչ ասում, ցավը տանեմ, նոր ուր ուզում ես զանգի, կլնի։ Բայց 20 րոպեն ձեզ ինչ ա տալու։ Դով այդ 20 րոպեն Ղազարյան ջան, մենք հենց այնպես չենք ստեղ հավաքվել, է։ Հա, գիտեմ։ Ես Կարայի խոսակցությունը լսել եմ, որ դուք ներկայացում եք խաղալու։ Չէ։
Ներկայացում չի անի ներկայացում։ Այս տունը հիվանդ երեխա կա, անի է անունը, ինքը շատ կսիրե մեզի, ներողություն ձեզի օրիգինալների շատ կսիրե ու իր մաման կմտածի, որ եթե մենք երեխու մոտ երթանք, ինքը երևի շուտ կլավնա, էլի դու ուր կուզես զանգե, բայց 20 րոպե հետո։ Մենք հրաժարվել ենք ներկայացումից, որ գանք երեխայի մոտ ելույթ ունենանք։ Արի այս ամեն ինչը բրցնենք, հետո ինչ ուզում ես արա։ Դե եթե երեխայի հետ է կապված, լավ։ Դե գնացինք, եկեք։ Էդիչ քիչ առաջ ես տեսա, խորապես ուզեց, ոգևորեց ու միաժամանակ ստիպեց կարծիքս փոխել ձեր մոտիվների մասին։ Շատ շնորհակալություն վստահության համար, կոլեգա։ Շնորհակալություն հայտնելու համար դեռ շուտ է, կոլեգա։ Դե ես ձեզ պոլիսի ձեռքը չեմ տա իհարկե, բայց միայն մի պայմանով։ Որ սրանից հետո կդադարեցնեք ձեր այդ մեմնությունները։ Մանավանդ դու։ Բայց չի մանավանդ ես, որովհետև քեզ ամեն անգամ տեսնելիս մի տեսակ մոտս ծիկ է սկսում։ Կարծում եմ բոլորդ հասկացաք։ Հասկացանք։ Ղազարյան ջան ու շատ շնորհակալ ենք մեզ էլ ներող կերնից։ Լավ։ Դու կառա։ Վաղվանից կգաս աշխատանքի։ Լավ պրծանք։ Դո չես պրծելա, ուր ես։ Ես հələ սկիզբն է։ Հա? Սպասեք, ժողովուրդ։ Քան իրար գլուխ ենք հավաքվել, մեկ էլ ես իմ երբ իրար հետ այսպես հավաքվենք։ Եկեք մի հատ սելֆի լինենք, ինչ կարծիք եք, հա? Եկեք։ Անե չես։ Պատրաստ եք, չէ՞։ Այո։ Հիմա բոլորս միասին։ Cheese։ Cheese։ Ժպտում ենք։ Արա թութակը։ Վերջը բռնվակ այ։ Ոյ քորը։ Ոյ քո։ Thank you.